Ովսանա, օրհնյալ ես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ով Թագավորը Իսրայելի։ Սիրելի հարազատ քույրեր եւ եղբայրներ, այսօր վերստին Աստծո կամով եւ Աստծո ողորմությամբ եկավ նորից մեզ համար մեկ կարևոր տոն, որ հայ առաքելական եկեղեցուն է միայն հարիր, այսինքն միայն հայ առաքելական եկեղեցին այս տոնը այս անունով տոնում, եւ որի մեջ մեր մեծ հայրապետը մեծ խորհուրդ տեսավ եւ դրա համար գիտեք համբարձման տոնից հետո հաջորդիվ մենք միասնաբար տոնում ենք երկրորդ ծաղկազարդ։ Առաջի ծաղկազարդը տոնել էինք մինչև Տիրոջ հրաշաբար հարություն, իր նախընթաց բոլոր դեպքերով, եւ այս էլ անվանվեց որպես երկրորդ ծաղկազարդ, որովհետև մեր մեծ հայրապետ Գրիգոր Լուսավորչի կողմից է հաստատվել այս տոնը, եւ մենք անփոփոխ ձևով ամեն տարի համբարձումից հետո հաջորդ կիրակի օր այսպես տոնում ենք միասնաբար։ Համբարձումից հետո ասեցի այս 4-րդ օրը, որ տոնում ենք, ինչի համար անվանվեց որպես երկրորդ ծաղկազարդ, որտեղ գիտենք այն մարդկանց հոս բազմությունը, որ առաջին ծաղկազարդին Ովսանա երգելով Թագավորն Իսրայելի անվանակոչելով դիմավորեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Որովհետեւ նախընթաց դեպքեր էր եղել, Ղազարոսի հավություն էր եղել, որը ցնցել էր աշխարհը։ Ցնցել էր եւ փարիսեցիներին, մաքսավորներին, քահանայապետերին, եւ բոլորը ցնցված էին Ղազարու հավատիան։ Եվ հետաքրքրությունից ելնելով այս մարդիկ դուրս էին եկել Տիրոջը տեսնել։ Այնպես չէ, որ իրենց հավատքից ելնելով էին գնացել տեսնել, հավատացել էին Տիրոջը, այլ գնացել էին այդ մեծ մարդուն տեսնելու, որը որ այս ամենամեծ հրաշքներից մեկն էր կատարել, մահացածին հարություն էր տվել։ Եվ գնացին, խռնվեցին, տեսան եւ ոգեկոչեցին այս բառերով դիմավորեցին եւ ծեր, եւ մանուկ, եւ հավաքված բազմություն, որոնց որ շուրթերն իրապես այս բառերը ձևական էր, որ հնչեցնում էր, ձևական հավատքի մեջ էին, որովհետև չէր կարող այս բազմությունը լոկ մեկ շաբաթ անց Տիրոջը դեպի խաչը տաներ եւ ասեր խաչը բարձրացրեք։ Եվ չէր կարող քահանայապետը, տարվա քահանայապետն ասեր լավ է մեկ մարդ կորցվի, քան թե ամբողջ մեր միասնական հրեական այս սովորությունները վերացնի։ Եվ դրա համար էլ եկել իր թթերը, եկել էր որպեսզի քանդեր խավարը, քանդեր սուտը, վերացներ մութը եւ մարդկանց դեպի լույս, դեպի հավիտենական կյանքի ճանապարհն առաջնորդեր։ Եվ ժամանակաշրջանները տարբեր չեն, ժամանակաշրջանները նույնն են, որովհետեւ նույնն է այդ մարդը։ Այն ժամանակ էլ այսօր է։ Եթե Տերն այսօր էլ գար, նորից այս մարդիկ խաշն էին անել, որովհետեւ սուտը այսօր ավելի կարևոր է եւ իրեն ավելի բարձր է դասում, քան թե ճշմարտությունը։ Որովհետեւ ճշմարտությամբ ապրող մարդիկ այնքան են քչացել, որ նույնիսկ այսքան եկեղեցիները բավարարում են իրենց մեջ ունենալու։ Եվ դրա համար է, որ մեր հասարակությունն այսօր այս իրավիճակում է հայտնվել, որ կարելի ասել մեկ ցավալի ողբերգական ընթացքի մեջ է եւ այն ժամանակ էլ եւ այսօր էլ ապրում։ Եկեղեցին մնալու է,
հարատևելու է, մարդիկ գալու եւ անցնելու են, բոլորս էլ անցնելու ենք, մեր գործած կամ չգործած մեղքերով հանդերձ, ասված բոլորիս ողորմալու է, որովհետև ինքը ողորմած ասված է, եւ որևիցե մեկը այսօրվա նաեւ առաքելական թղթի մեջ է գրված, եթե որևիցե մեկը ձեր եղբայրը մեղքի մեջ ընկնի, պետք է անպայման նրա համար աղոթք կանեք, նրա համար Տիրոջից ողորմություն այցեք, կա մեկը այսօր մեր հասարակությամբ այդպես ապրող, կան, բայց շատ քիչ են, որովհետև սրանից ելնելով է, որ այսօր տեսնում ենք, թե ինչ իրավիճակում է հայտնվել մեր ազգը, ցավոք, բայց իրականություն, հալածանքներն հալածանքների հետևից, տարբեր կողմերից, հյուսիսից, հարավից, օտար այլադավար մարդկանց շուրթերից, ներքին մեր անհավատ մարդկանց շուրթերից գալիս են այս բոլոր հալածանքները, բայց Տիրոջ իրապես ճշմարտությունը հաղթահարելու է, ինչ էլ ուզում է լինի, եւ այստեղ ցավը այն է, որ մարդիկ չեն հասկանում, թե քրիստոնեությունը որն է, Աստծո ողորմությունը որն է, որովհետև դուրս են եկեղեցուց, չգիտեն, որ այն քահանայությունը, որ տվեց, մեղավոր մարդուն տվեց, ոչ թե երեշտակների, բոլորս էլ մեղավոր ենք, ինձանից սկսած, եւ այստեղ պատարագի սկզբին, երբ որ քահանան կանգնում է, ձեզանից թողություն է խնդրում, եւ այդ ուղղությունը ստանում է թե քահանայից եւ թե ձեզանից։ Եվ այդ մեղքը, որ մենք մեր անձի հանդեպ ենք գործել, ոչ թե հասարակության համար մի հատ մեծ մեղք ենք գործել, որ հասարակությունը չկարողանա այդ մեղքը ներել։ Այնպես որ ներողամիտ պետք է լինենք բոլորս մեկս մեկիս հանդեպ։ Եվ եթե այդպես ապրեց հայ քրիստոնյան, իրապես Աստված ողորմալու է։ Եվ ոչ թե ամեն օր, ամեն ժամ նորանոր փորձություններ է բերելու մեր գլխին։ Եվ որի մեջ ապրում ենք այսօր եւ հլա ապրելու ենք։ Այն մեծական խոսքը կա, Աստված էլ բետարից ազատի։ Եվ այնպես էլ որ այդպիսի օրեր են լինելու։ Ժամանակ եկավ եկեղեցիները փակվեցին։ Պահեստի վերածեցին, քահանայած դաս ակսորեցին, որին գնդակը արեցին, որին ակսորի մեջ մեռան գաղութներում, որով կարգալույց եղան, բայց եկեղեցին մնաց, որովհետև եկեղեցին մենք ենք, մեր ժողովուրդն է, որովհետև եկեղեցուն չեն կարող հալածել։ Մարդկային այդ հալածանքները գալու եւ անցնելու են, բայց մենք հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները, մեր համար դա սովորական բան է։ Ու Աստված ուշ կարողություն կա, որ մենք կարողանանք մեր մեծ հայրապետի հաստատած այսօրվա գեղեցիկ այս օրով, որովհետև Ծաղկազարդ, երկրորդ Ծաղկազարդ, ինչի համար մեր հայրապետը հաստատեց, պատմությունը չգիտեմ, մարդիկ կան, որոնք որ գիտեն կամ չգիտեն, մեկ-երկու տողով ասեմ, որ ասում է, երբ որ մեր հայրապետը լուսավորիչը գտնվում էր բանդարգության մեջ, նորից թագավորի կողմից բանդարգված էր, բայց ինքը հաստատ մնաց իր հավատքին եւ այդքան տարիներ մնաց, որովհետեւ առաքելություն ուներ կատարելու։ Այդպես է բոլոր մենք յուրաքանչյուր մեկս առաքելություն ունենք կատարելու։ Միայն քահանայած դասը չէ, մեր ժողովուրդը իր առաքելություն ունի կատարելու։ Եվ այնպես որ լուսավորիչը երբ որ դուրս եկավ, այնտեղ ասում է իրեն 4-րդ դասի հրեշտակը միշտ տանում եւ կերակրում էր։ Մեկ որ եղավ, որ հրեշտակը չգնաց լուսավորչին այցելելու։ Եվ ասում է հաջորդ օրը երբ որ եկավ, ասավ մեզ համար մեծ ուրախություն էր, որովհետև Տերը եկել էր մեզ այցելության, իր համբարձումից հետո։ Եվ այնպես որ եւ մարմնավոր դասը եւ հոգեվոր մեծ հարության այս մեծ ավետիսով ուրախացել է։ Եվ համբարձման այցելության էր գնացել նաեւ հրեշտակների, որոնք որ մարմնացած Տիրոջը տեսան։
Հոգևորը տեսել էին, այս անգամ մարմնավորին տեսել, որը որ եկել էր, որպեսզի մեր մարդկային մեղքը, մեր մարդկության անկյալ բնությունը կարողանար վերականգնել։ Եվ Աստված ինքը եկավ զոհաբերվեց, եւ մեր քրիստոնեությունը զոհաբերության կրում է։ Եվ դա ասված, որ մենք կարողանանք յուրաքանչյուր մեկս կարողանանք դիմացինի համար, մեր ընկերոջ համար, մեր հարևանի, մեր բարեկամի, մեր նաև մոլորված զավակների համար մեր աղոթքը հնչեցնենք եւ Տիրոջից ողորմություն այցենք, որ Աստված ների եւ կարողանա տալ հնարավորություն հետ կանգնելու իր գործած սխալները գիտակցելու եւ դրանով վեր կանգնելու եւ ճշմարիտ հավատքի մեջ ոչ միայն շուրթերով, նաեւ գործով ապացուցելու։ Այնպես որ թող Աստծո օրհնությունը, սերը եւ ողորմությունը լինի մեր բոլորիս հետ, այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիտենից ամեն։ Եվ ուրմ ես ամարձակացայն բարբարով, բանալս, վերանս մեր, կարդալս կեզ երկրավոր հայր, երկեր և անցել։